Ներկայիշխանությունը մեզանից գողացել է Արցախը վաճառել, անում են ամեն ինչ, որ Արցախի հարցի փակումով փակեն իրենց դավաճանությունը, իրենց հարցագործությունը ուժի կիրառումով, սպառնալիքի կիրառումով, ժողովրդի տեղը հանումով։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, զրուցակիցս վերածնվող Արցախ հասարակական կազմակերպության նախագահ Անաստաս Իսրայելյանն է։ Պարոն Իսրայելյան, ողջունում եմ ձեզ մեր տաղավարում եւ սկսենք Հայաստանում տեղի ունեցած համապետական ընտրություններով։ Հավանաբար Արցախայցությունը եւս հետաքրքրվածություն ունի այս հարցի վերաբերյալ, ինչքանով է Արցախայցությունը հետևել Քարոզ Արշավին, ինչքանով է մասնակցել եւ ինչքանով արդարացվեցին Արցախայցյան սպասելիքները։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Այո, այս վերջի իրադարձությունները ընտրությունների հետ կապված ամբողջ հայ ազգը, մենակ Արցախայցությունը չէ, ամբողջ հայ ազգը մեծ ուշադրության տակ ներգրաված այդ բաներով բոլորը եղել ենք հետևողական, բոլորը եղել ենք ամեն մեկս մեր դերակատարությունով ներգրաված ու Արցախայցությունն էլ նույնպես այս իրավիճակում, ծանր իրավիճակում հայտնված պայմաններում մեծ բաները պայմանավոր խոսքի բաներ էր, որ այս ընտրություններում ինչ-որ մին լույս կբացվի հետագա Արցախայցյան իրավունքների հետ կապված, հետագա Արցախայցյան այդ կարգավիճակի հետ կապված, բայց մենք այսօր տեսնում ենք ինչ կա, մենք այսօր հաշվի առնելով այդ որ ինչ տեսնում ենք, ընտրությունների մեծ խախտումների հիման վրա իշխանության կողմից ընտրությունների բոլոր պարագաներով մինչև ընտրություններն էլ այդ Քարոզ Արշավի ընթացքում իշխանության դրսևորման հիման վրա մեկը ես որպես ընդդիմադիր հայացք ունեցող մարդ իմ մեջ ձևակերպել եմ մի հատ տեսլական, որ ներկայիշխանությունը գնալու է ամեն ինչի ներկայիշխանությունը պատրաստ է գնալ ամեն ինչի, նորից էլի դավաճանելու իր սեփական ժողովրդին, նորից էլի բոլոր օրենքներն, սահմանադրության խախտումների հանուն աթոռ պահելու, հանուն իշխանությունը պահելու։ Սա իրենց պահվածքից սկսած, իրենց դրսևորումներից մեծ վտավախության իմաստով, որ մենք տեսել ենք 7-ի գիշեր 8-ի ներկայիշխանության ղեկավարի շուտափույթ ներկայանալ կենտրոնական շտաբ իրենց ԿՊԱ-ական ու դեղից արձագանքելով նմանատիպ խոսույթ, մենք բոլորս նկատել ենք, որ ներկայիշխանությունը այդ պարագայում շատ լուրջ խնդիրների առաջ է կայանել, որովհետև ես այսօրվա պարագայում տեսնում եմ, որ ներկայիշխանությունը ունեցել է երկու աշխատանքային ուղղություն։ Մեկը ընտրությունները կհետևեն տեսնեն ընտրությունները ոնց է գնում ու դրա հիման վրա էլ եթե տեսնեն ինչ-որ վտանգ կա, որը ներկայացրել են հենց մինչև ժամը 2-ը Նիկոլ Փաշինյանին, իրենք շուտափույթ արդեն անցել են պլան B-ի, երկրորդ պլանին, պլան B-ն էլ նայա այն հորդորանքները, այն խոսքերը, մտքերը, ինչ ինքը ներկայացրել է ժամը 2-ին։ Դա եղել է բոլոր ուժայինների հետ կապված, այդ խոսքերը վերաբերվել է սկսած բոլոր այն ղեկավարներին, որոնց առաջ դրած է եղել հարցը լուծելու այն ձևաչափով, որ ներկայիշխանությունը տոկոսային հարաբերություններով հաղթող դուրս գա։ Հիմա մենք այսօր դրան ականատեսնենք, որովհետև ընտրություններից հետո տեսնում ենք ինչ խախտումների հետ կապված, ինչ շատ լուրջ բղծված կեղտոտ բաները օգտագործվել ընտրությունների ձայների գողանալն է կամ էլ այդ ընթացքում էլ այդ բանի դատարանների որոշումն է կամ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից դրսևորումն է, մենք բոլորս ականատես ենք, որ սա ընտրություններ չի եղել, սա եղել է ընդհանրապես վերընտրվելու ներկայիշխանության նպատակը։ Հաշվի առնելով մենք որ այսօրվա պարագայում ունենք այն արդյունքները, որը հանրության մի մասը, որը ընդդիմադիր հայացք ունեցող մոտավորապես 700,000 մարդ իրեն ձայնը տվել է հանուն խոսքի արդարության, հանուն արժանապատվության, հանուն լավ ապագայի, ես այն բառերն եմ օգտագործում, ինչ միջև
ընտրությունները բոլոր ընդդիմադիր ներկայացուցիչների կողմից եղել է այդ խոսույթը, այդ բանը։ Մենք ամբողջովին չենք ընդունում նմանատիպ ընտրություններ, մենք ամբողջովին խոսքի մեկնել ես չեմ ընդունում լեգիտիմություն այդ ընտրություններին։ Եթե այդ ընտրությունները չի եղել լեգիտիմ, ուրեմն ներկայ իշխանությունը լեգիտիմություն չունի։ Այսօրվա պարագայում ունենք մեծ անելիքներ, պետք չի ինչ-որ ձևի հույս ու հավատ կտրել խոսքի այս ներկա, որովհետև մենք բոլորս էլ գիտենք, որ ընտրությունները դա որ եկել է հասել արդեն ժամանակը ընտրությունները դա ներկա իշխանության օրակարգն է, որովհետև իրենց պահվածքով, իրենց դրսևորումով ներկա իշխանությունը մեզանից գողացել է Արցախը վաճառել, ներկա իշխանությունը մեզանից գողացել է մեր ինքնությունը ու դա վաճառել, ու ներկա իշխանությունը այս պարագայում էլ փորձում է մեզանից գողանալ մեր ձայները, մեր արժանապատվությունը հայ լինելու, հայ ապրելու այդ առաջնային խոսքի բովանդակային խոր իմաստ ունեցող միտքը։ Դրա համար մենք պիտի շարունակենք պայքարը, բայց այստեղ հարցեր կա ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչ ղեկավարների նկատմամբ, պահանջ կա։ Առաջարկում ընդդիմությանը վերցնե մանդատները, հրաժարվեն մանդատից, փողոցային շարժում սկսեն։ Դուք ինչ եք առաջարկում ընդդիմությանը։ Ես կարամ մենակ մի հատ բան արձանագրեմ, որ այսօրվա պարագայում ընդդիմության անելիքները առաջնային գեներացնել փողոցային պայքարը։ Փողոցային պայքար հասկացողությունը դա այն իմաստն է, որ փողոցի գեներացման մեծականակ հասարակության կողմից ճնշման խոսքի ձևակերպումով ստիպեն իշխանությանը կամ խոչընդոտեն իշխանությանը իրականություն դարձնելու բանը այս ընտրությունների հետ կապված, որովհետև մինչև ընտրությունները հաշվի առնելով ընդդիմության խոսույթը, ընդդիմության ինչով էր առաջնորդվում, մենք բոլորս գնացել ենք ներկա իշխանության չվերընտրվելու ճանապարհով։ Մենք բոլորս գնացել ենք հաղթանակի, ոչ թե ինչ-որ մանդատներ ձեռք բերելու կամ ազգային ժողով մտնելու օրակարգով։ Դրա համար էլ այսօրվա պարագայում ես գիտեմ, թե ընդդիմության կողմից կա հստակ, պիտի լինի հստակ արդեն բաներ, ծրագրեր հաջորդ քայլերի հետ կապված։ Հստակ, բայց պատասխանատու ժողովուրդը իր խոսքի տերն է կաղնել, ժողովուրդը ձայնը տվել է ընդդիմությանը, այսօրվա իրավիճակում այդ ժողովուրդն էլ պահանջատեր է, որ ընդդիմության բոլոր խոսույթները, բոլոր մոտեցումներին իրենք էլ տեր կաղնեն այդ ձևակերպման, այդ ձևաչափը։ Վերադառնանք Արցախայությանը, ինչ տվյալներ դուք ունեք, Արցախայության որ մասն է մասնակցել այս ընտրություններին, կա տվյալներ, կա թիվ, հաշվի առնելով, որ քաղաքացիություն ստացած արցախահայության արցախցիները պիտի մասնակցեին, խոսքի իրավունք ունեն մասնակցել այդ ընտրություններին, դից հստակ տվյալներ չունեմ, բայց ես վստահ եմ, որ ամեն մի մարդ, ով ունեցել է այդ հնարավորությունը ներգրավել ու այդ իրավունքը ընտրությունների մասնակցելու, ես գիտեմ, թե 90-100%-ով էլ այդ մարդիկ էլ մասնակցել են այդ ընտրությանը, որովհետև արցախահայության կողմից, արցախահայության մեծ հույսեր հավատ ենք մենք կապել այս ընտրությունների հետ, այս պարագայում։ Որ ուժի հետ։ Ես գիտեմ, թե բոլոր ընդդիմադիր դաշտի այն կարևոր դերակատար ունեցող ուժերը, բոլորն էր արցախահայության միտքը, արցախահայության այդ հարցերը, արցախահայության իրավունքներից սկսած բոլոր իմաստ այդ ունեցող բաները, բոլորն էլ արձագանքել են, արձանագրել են, թե իրենց ծրագրերի մեջ է, թե ընդհանրապես այդ գործընթացի ընթացքում միշտ առաջնային են արձագանքել, ներկայացրել արցախահայության հետ կապված խնդիրների լուծմանը։ Դրա համար ես գիտեմ, թե այստեղ արդեն ինչ քանակով որ մասում է ձայները տվել, մեզ համար դա այնքան չի կարևոր, ինչքան արցախահայությանը չեն անտեսել, ինչքան արցախահայության այդ իրավիճակը կարևորացրել են։ Ես այդ Պարոն Իսրայելյան, նաև ամիսներ առաջ դատարանը որոշեց Արցախի հանրապետությանը զրկել Արցախի ներկայացուցչության շենքի սեփականատեր լինելուց։ Հիմա կխնդրեմ նշեք, թե Արցախի իշխանությունը, Արցախի ղեկավարները հիմա ինչպես են իրենց գործունեությունը ծավալում, ինչ է ընդհանրապես կատարվում շենքի շուրջ։ Նայեք, ես այդ հարցի երկու կողմից կփորձեմ պատասխանել, որովհետև շենքի կարևորությունը Արցախի կործանումից հետո մեր ընդհանուր նպատակը
չպիտի դրված լինի խոսքի մենակ շենքի կորցնելուց կամ էլ Արցախի իշխանության իրենց դերակատարությունը թույլատնելու կամ ինչ որ պարագայում էլ փորձեն ճնշելու այդ ձևակերպումը։ Ես գիտեմ թե Արցախի իշխանությունը այսօրվա պարագայում պիտի ունենա բոլոր այդ իրավիճակների լուծման խոսքի քայլերը, որի հիման վրա էլ ես օրինակ հույս չեմ կապում, եթե ներկայ իշխանության կողմից ինչ որ որոշում է կայացվել, դա վաղվա օրը կարող է արդարանա կամ վաղվա օրը կարող է փոշմանել։ Դες բան չկա, մենք գիտենք դա բոլորը որ ծրագրավորված քայլերը Արցախի կործանումից հետո ներկայ իշխանության կողմից Արցախի հարցը փակելու համար, այստեղ ձևակերպելու է տարբեր խոչընդոտ բաներ, կարգավիճակներ, ինչի հիման վրա էլ սկսելու են խոսքի հենց այդ շենքից կամ այդ իշխանության ներկայացուցիչներից կամ ազգային ժողովից, որովհետև դրանք այսօր ապարագայում իրեն գործում են ըստ Արցախի սահմանադրության հիման վրա, գործում են, շարունակում են աշխատել, որովհետև մենք բոլորս գիտենք, որ այդ հարցը փակված չի, Արցախի հիմնախնդիրը չի կարող փակվել ուժի կիրառումով, սպառնալիքի կիրառումով, ժողովրդի տեղահանումով, մենք բոլորս առաջնային ենք հաշվում, որ Արցախի իրավունքները, Արցախի հիմնախնդիրը, Արցախի ժողովրդի իրավունքը հետ վերադարձի, մենք առաջի հերթին մենք պիտի դա առաջնային բան անենք, հաշվի առնենք, ուստեղ ես գիտեմ թե այդ ընթացքում էլ կերևա ներկայ իշխանության հաջորդ անելիքների, հաջորդ գործողությունների բաները, բայց մենք չպիտի նայենք ներկայ իշխանության կամ չպիտի առաջնորդվենք իրենց քայլերի կամ իրենց օրակարգի։ Մենք ձեռի տակ պիտի ունենանք այն ձևի խոսքի բան, համախմբված գործիք, սկսած խոսքի այդ կարևոր բաներից, իրավունքից, այս մեկ էմոյս, այդ կարևոր սկզբունքներից, այդ գործիքով մենք պիտի շարունակենք պայքարել, այդ գործիքով մենք պիտի հակասենք, հակադրենք, որ մեր հարցերը, մեր իրավունքներն, մեր հետ վերադարձի Արցախի այդ հարցը լինի առաջնային։ Ու ես գիտեմ, թե ներկայ իշխանության մոտ չի ստացվելու ոչ մի ձևակերպումով մեզ ճնշել, մեզ փորձելով լռեցնել, որովհետև Հայաստանի Հանրապետության օրենքների հիման վրա, սահմանադրության խոսքի կարևոր կետերի հիման վրա մենք այդ իրավունքը կրողն ենք։ Արցախցիները կրում են այն իրավունքը, որը ունի հազարամյա տարիների պատմություն ու բացի պատմությունից իրական սկզբունքներ, որի հիման վրա միշտ Արցախը մնացել եղել է հայկական, մենք էլ ոնց որ այդ մեր անցյալների, մեր այն հզոր մարդկանց շնորհիվ, որ մնացել է Արցախը, մենք այսօր առաջնորդվում ենք այդ օրակարգով, ու մենք բոլորս սաղ ամեն ինչ չկա, պիտի դնենք այդ օրակարգի կարևորության առաջնային պահելու համար ու ժամանակներ կփոխվեն, ես վստահ եմ, ու այդ ժամանակները փոխվելուց հետո Արցախի հիմնախնդիրը ես ասեմ լինելու է ու դառնալու է մի հատ հզոր զենք կոնկրետ Մայր Հայաստանի դերակատարության ու Մայր Հայաստանի իրեն այս տարածաշրջանում էլի կարևոր դերակատար լինելու համար։ Պարոն Իսրայելյան, եւ վերջում անդրադառնանք Արցախի նախագահի պաշտոնին, այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունը ասում է, որ չի կարող պետություն լինել պետության մեջ եւ սրան զուգահեռ մենք տեսնում ենք, որ արցախցիները կարևորում են Արցախի նախագահի այդ ինստիտուտի պահպանումը կարևորում են եւ նաեւ լուրեր կան այն մասին, որ արցախցիները պատրաստվում են նոր նախագահ ընտրել։ Ձեր անունը եւս շրջանառվում են։ Կխնդրեմ այս մասով մեզ եւս տեղեկություններ փոխանցեք, ձեզ նման առաջարկ եղել է, ով է առաջարկել եւ ընդհանրապես ինչ որոշում կա։ Այո, նմանատիպ բանակցություն քննարկումներ եղել է, բոլորի կողմից կարևորացրել են այսօրվա պարագայում Արցախի նախագահի ընտրության հետ կապված կարևորությունը, որով պիտի Արցախի ինստիտուցիոնալ այդ կառույցը պահպանվի, որովհետև դրա հիման վրա է մենակ հետագայում մենք կարող ենք արցախցիների իրավունքը պահել առաջնային ու ամրապնդել ու բարձրաձայնել բոլոր ուղղությունների վրա, ինչ որ մեզ այդ ընթացքում հնարավորություններ ստեղծվի։ Ուրեմն դրա հետ կապված սա անձնական որոշումներ չի, սա անձնական ինչ որ նշանակություն ունեցող հանգամանք չի, Արցախի հանրապետությունը ձևակերպվել է Արցախի ազատագրումից հետո, Արցախի ժողովուրդը ընտրել է բանը ինքնությունը, Արցախի ժողովրդի
որոշման հիման վրա անկախություն է ձևակերպվել, այդ անկախության հիման վրա է ձևակերպվել է Արցախի հանրապետությունը։ Հաշվի առնելով այդ հանրապետությունը ձևակերպման ընթացքում հազարավոր մարդիկ զոհաբերել են, հաշվի առնելով, որ այդ պետությունը ձևակերպելով միջազգային հանրությունը, միջազգային խոսքի տարբեր ղեկավարներ կամ տարբեր կառույցներ ընդունել են այդ իրավունքը, որ մենք այդ տերն ենք այդ իրավունքի, ու ես այսօրվա պարագայում գիտեմ, որ միայնակ խոչընդոտող մաս կազմող Արցախի հիմնախնդրի բարձրաձայնման կամ Արցախի հիմնախնդրի առաջնային ներկայացնելու դա Հայաստանի ներկայիշխանությունն է։ Ինչի հիման վրա են դրանք իրենք ձևակերպում իրենց հակառակ ընդդեմ այդ բաներին բոլոր իրենց պարտության հիման վրա։ Իրենք չեն կարողացել պահպանել այն հզոր ձևակերպած այդ բանը, խոսքի Արցախի հայկական լինելը, այդ հասկացողությունը, դրա համար էլ իրենք այսօրվա պարագայում անում են ամեն ինչ, որ Արցախի հարցի փակումով փակեն իրենց դավաճանությունը, իրենց հարցագործությունը, ներգրավվածությունը, այդ իմաստով այդ բանի, այդ ժողովրդի նկատմամբ կամ այդ Հայաստանի զավակի նկատմամբ Արցախի մասին եմ խոսում։ Ես ուրեմն այսօրվա պարագայում այո, դեռ քննարկման ժամանակ տեխնացուների հետ կապված, տարբեր առաջարկների հետ կապված մարդկանցից մեկն եմ, որ ես իմ պատրաստականությունս եմ հայտնել հանուն նմանատիպ հարցի կարևորացնելով առաջնային պահելու համար, հանուն այն հերոսներին, որ զոհաբերել են, իրենց արյունը թափել են Արցախում, հանուն իրական հայկական Արցախի վերականգնման, ես գնամ տենց քայլերի ու տենց պատասխանատվության։ Գործընթացը գնում է, մոտակա ժամանակների ես գիտեմ, թե ավելի ակտիվ ենք անդրադառնալու այդ հարցի շուրջ, ու ես գիտեմ, թե ժամանակի ընթացքում այդ կարևոր հանգամանքը լուծում ստանալու է։ Շնորհակալ ենք։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ զրուցակիցս վերածնվող Արցախ հասարակական կազմակերպության նախագահ Անաստաս Իսրայելյանն էր։